բայց հիմա լելեթեփե չկա այդպեսի բան։ Չկա, չէ կարա լիներ։ Հակառակ դեպքում այդքան սպառազինություն որ նկարում ցույց են տալին չեն թողել։ Այսինքն մենք այն գլխից հասկանանք, որ հակառակորդի հարվածային ուղղություններից մեկը լինելու է դա։ Զորամասը մի փոքր հաջողություն ունեցանք, մի պահ վերադասավորվեցին ուժերը եւ նորից գնացին առաջ, բայց ամբողջի մեջ արդեն ճեղքումը եղել էր։ Ճեղքումը կանխելու եղել է հնարավորություն եւ այդ մասին մենք հարցազրույց ենք ունեցել էլի զինվորականների հետ, այնտեղ խոսում են բրիգադը, որը ճամփիկեսի ստեղ չհասավ, դա էլ է ուսումնասիրված։ Մանրամասն ուսումնասիրված եւ եթե լիներ դա երևի վերջի հույսն էր, որ եթե հաջողեր կարող է այդ ճեղքը փակվեր եւ հակահարվածի մենք հնարավորություն ունեցանք ինչ որ ունեցել ենք 94-ին, կարծեմ որի հեղինակ հենց եղել է Սամվել Բաբայանը։ Դա տանկային ես Օնիկ Ջասպարյանին այդ հարցը տվել եմ, ինքը ասեց, ես ինքս երբ որ Ջալալին ասի գնա մի հատ նայի, ինքը սիրում էր այդ բառը, աչքը տուտումա թե չէ, այդ գաղափարը, Ջալալն ասեց հա ոնց որ, բայց Ջալալը վիրավորվեց Այնուամենայնիվ դա տեղի չունեցավ։ Բոլորը իրար մեղադրում են քրական գործեր կան, Սերյան Օհանյանի տղան եւ այլն, բայց այնուամենայնիվ փաստը որ մեր տեխնիկան տեղ չհասավ։